Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ։ Ճիշտ է, վերջին 3 շաբաթների ընթացքում մի փոքր շեղվել ենք մեր ուղղվածությունից, այն է ամերիկյան գլխավոր լուրերը մատուցելուց, բայց կարծում եմ ոչ պակաս կարևոր է նաև պատերազմական իրադարձությունները լուսաբանելը, հավանաբար, երբ որ մի փոքր ավելի մեղմանան իրադարձությունները, մենք էլի կանդրադառնանք ամերիկյան գլխավոր լուրերին, այդուամենայնիվ չեմ թաքցնի, եթե լինեն Ամերիկայի գլխավոր լուրերում այնպիսի իրադարձություններ, որոնք ուղիղ կարող են կապ ունենալ մեր հայրենակիցների հետ, անպայման կանդրադառնանք այդ թեմաներին։ Սկսենք այսօրվա լուրերը, Սպիտակ տանը եւ վարչակազմում բացահայտ հակասություններ են սկսել վերջին շրջանում եւ ամենամեծ զարգացումներից մեկը ԱՄՆ ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջո Քենթի հրաժարականն է, այն տեղի է ունեցել այսօր։ Քենթը հայտարարել է, որ չի կարող խղճի հանգստությամբ աջակցել այս պատերազմին, ընդգծելով, որ Իրանը անմիջական սպառնալիք չէ ներկայացնում Միացյալ Նահանգների համար։ Նրա խոսքով ռազմական գործողությունները սկսվել են ոչ թե անվտանգության անհրաժեշտությունից, այլ արտաքին ճնշումների ազդեցությամբ, սակայն նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ունեցել են ուժեղ եւ համոզիչ հետախուզական տվյալներ, որոնք վկայում էին Իրանը պատրաստվում էր հարվածել ԱՄՆ-ին։ Քենթը սոցիալական ցանցերում հրապարակած գրառման մեջ նշել է, որ պատերազմը սկսվել է ոչ թե անվտանգության իրական անհրաժեշտությունից, այլ Իսրայելի եւ Միացյալ Նահանգներում գործող ազդեցիկ լոբիստական շրջանակների ճնշման արդյունքում։ Թրամփը Ջո Քենթին անվանել է թույլ, նա թույլ էր անվտանգության հարցերում, լավ է, որ հեռացավ, ասել է Թրամփը։ Նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Իռլանդիայի վարչապետ Միհոլ Մարտինին Սուրբ Պատրիկի օրվան նվիրված ավանդական հանդիպման շրջանակում, սակայն հանդիպումը վերածվել է քաղաքական կոշտ հայտարարությունների հարթակի։ Թրամփն անդրադարձել է Իրանի դեմ ռազմական գործողություններին, պնդելով, որ Միացյալ Նահանգները եւ դաշնակիցները զգալիորեն թուլացրել են Իրանի ռազմական ներուժը։ Նրա խոսքով Իրանի նավատորմը, օդուժը եւ հակաօդային համակարգերը փաստացի ոչնչացված են, իսկ երկրի ռազմական կարողությունները լրջորեն սահմանափակված։ Միացյալ Նահանգների նախագահը կրկին քննադատել են ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, նշելով, որ նրանք աջակցում են Վաշինգտոնի գործողություններին միայն խոսքերով, սակայն խուսափում են գործնական մասնակցությունից։ Նրա խոսքով նման մոտեցումը վնասում է դաշինքի վստահությանը եւ համագործակցության հիմքերին։ Թրամփը նաեւ ակնարկել է, որ Միացյալ Նահանգները կարող է վերանայել իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, եթե այդ միտումը շարունակվի։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ էներգետիկ շուկաների զարգացումները։ Թրամփը վստահություն է հայտնել, որ ռազմական գործողությունների ավարտից հետո նավթի եւ վառելիքի գները կնվազեն։ Իռլանդիայի վարչապետ Մարտինը իր խոսքում ընդգծել է Միացյալ Նահանգների եւ Իռլանդիայի միջև պատմական կապերը եւ կարեւորել համագործակցությունը, միաժամանակ շեշտելով խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ ցանկացած հակամարտություն պետք է ավարտվի դիվանագիտական ճանապարհով եւ միջազգային համագործակցության միջոցով։ Իսրայելի բանակի խոսնակ գեներալ Էֆի Դեֆրինը մամուլի ճեպազրույցում ներկայացրել է վերջին ռազմական գործողությունների մանրամասները, ընդգծելով, որ Իսրայելը շարունակում է ինտենսիվ հարվածները Իրանի եւ նրա դաշնակից ուժերի դեմ տարածաշրջանում։ Նրա խոսքով իսրայելական ուժերը թիրախավորել եւ սպանել են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում Ալի Լարիջանիին, ինչպես նաեւ Բասիջ ուժերի մի շարք հրամանատարների։ Դեֆրինը նշել է, որ այդ ուժերը ներգրաված էին ինչպես Իրանում ներքին ճնշումների իրականացման, այնպես էլ Իսրայելի եւ տարածաշրջանի այլ երկրների դեմ գործողությունների մեջ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նույնպես նշել է, որ գիշերային հարվածների արդյունքում սպանվել են Իրանի անվտանգության համակարգի առանցքային դեմքերից Լարիջանին, ինչպես նաև Բասիջ կիսառազմական ուժերի հրամանատար Ղոլամ Ռեզա Սոլեյմանին։ Արդեն այսօր Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը պաշտոնապես հաստատել է, որ Ալի Լարիջանին սպանվել է Իսրայելի հարվածների հետևանքով։ Հայտարարության համաձայն Լարիջանին զոհվել է որդու Մորթեզա Լարիջանի, աշխատակազմի ղեկավար Ալի Ռեզա Բայաթի եւ մի քանի անվտանգության աշխատակիցների հետ միասին։ Հաստատվել է նաև գեներալ Սոլեյմանիի մահը։ Լարիջանին համարվում էր երկրի ամենաազդեցիկ գործիչներից մեկը, հատկապես այն բանից հետո, երբ պատերազմի առաջին օրը օդային հարվածների հետևանքով սպանվել էր գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Նա հանդիսանում էր Իրանի քաղաքական էլիտայի առանցքային ներկայացուցիչներից, սերում էր հայտնի Լարիջանիների ընտանիքից, որը հաճախ համեմատվում է Միացյալ Նահանգներում Քենեդիների ընտանիքի հետ։ Նախկինում զբաղեցնելով Իրանի խորհրդարանի խոսնակի պաշտոնը եւ հանդիսանալով ռազմավարական հարցերով խորհրդական, Լարիջանին ակտիվ դեր է ունեցել Իրանի միջուկային բանակցություններում, խորհրդատվություն տրամադրելով Խամենեին, այդ թվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ բանակցությունների ընթացքում։ Այս զարգացումները կարող է էական ազդեցություն ունենալ Իրանի ներքին իշխանական հավասարակշռության
հավասարակշռության վրա եւ խորացնել արդեն իսկ լարված իրավիճակը տարածաշրջանում։ Միաժամանակ Նեթանյահուն նշել է, որ Իսրայելն ակտիվորեն համագործակցում է Միացյալ Նահանգների հետ, հատկապես օդային եւ ծովային ուժերի մակարդակով։ Նրա խոսքով անձամբ քննարկումներ է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եւ երկու երկրների միջև կա սերտ ռազմական համագործակցություն։ Գեներալ Դեֆրինն էլ հավելել է, որ Իսրայելը շարունակելու է հետապնդել եւ ոչնչացնել բոլոր այն անձանց, ովքեր իր ձևակերպմամբ սպառնալիք են երկրի անվտանգության համար անկախ նրանց գտնվելու վայրից։ Նա ընդունել է, որ սպառնալիքը դեռ ամբողջությամբ վերացված չէ, նշելով, որ հրթիռային եւ անօդաչու արձակումների վտանգը պահպանվում է։ Դեֆրինի խոսքով շարունակական գործողությունները կարող են պայմաններ ստեղծել, որպեսզի Իրանի ժողովուրդը ինքնուրույն որոշի իր երկրի ապագան։ Իրանն էլ իր հերթին է շարունակում պատասխանները հրթիռային եւ անօդաչու սարքերի հարձակումներով։ Թիրախում են ոչ միայն Իսրայելը, այլ նաեւ տարածաշրջանի մի շարք երկրներ, ներառյալ Պարսից ծոցի պետությունները, որտեղ արձանագրվել են հարվածներ նավթային ենթակառուցվածքների ուղղությամբ։ Լարվածությունը տարածվում է նաեւ Իրաքում, Բաղդադում գտնվող Միացյալ Նահանգների դեսպանատունը ենթարկվել է անօդաչու սարքերի հարձակման։ Պաշտպանական համակարգերը կարողացել են ոչնչացնել մի քանի թիրախ, սակայն մեկ անօդաչու սարք ընկել է դեսպանատան տարածքում, առաջացնելով հրդեհ։ Միաժամանակ Իսրայելը ընդլայնում է գործողությունները նաև Լիբանանի ուղղությամբ։ Հարվածները եւ ցամաքային գործողությունները շարունակվում են Հեզբոլայի դեմ, ինչը մեծացնում է տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմի վտանգը։ Այս պահին իրավիճակը շարունակում է մնալ անկանխատեսելի եւ որևէ կողմ դեռևս չի ներկայացրել հստակ վերջնական ռազմավարություն կամ պատերազմի ավարտի սցենար։ Մի քանի թարմ տվյալներ կամ փորձեմ ես թարմացման միջոցով արագ թարգմանեմ, տեղեկացնեմ, թե ինչ է տեղի ունենում։ Վերջին ժամերին Թել Ավիվի մերձակայքում Ռամադ գանում հրթիռային հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել։ Բժշկական ծառայությունը, այսինքն առողջապահության նախարարության կամ շտապօգնության ծառայությունը հայտնում է, որ ծանր վիրավորներ էլ կան, փրկարարները շարունակում են աշխատանքները հնարավոր տուժածներին որոնելու համար։ Պայթյուններ են եղել նաև Դուբայում, ու այստեղ նշվում է, որ ըստ պաշտոնական տեղեկատվության համակարգերը պաշտպանության կարողացան են խոցել հրթիռները։ Վտանգավոր ի դեպ զարգացում կա Իրանի Բուշեհրի ատոմակայանի շրջանի մոտ, ռուսական ու իրանական աղբյուրներին են այստեղ ցիտում, ասում են, որ հարված է հասցվել հարակից տարածքին, թեև նշվում է, որ ճառագաթային արտահոս չկա, վնասները լուրջ են եղել ու միջադեպը այս պահի դրությամբ փաստացի նորից էլի միջուկային անվտանգության լուրջ մտահոգություններ է բարձրացնում։ Գիտեք, վերջին 3 հարվածները դեռևս 8 ամիս առաջ, երբ տեղի ունեցավ Միացյալ Նահանգների կողմից, դեռևս Իսրայելի եւ Իրանի 12-օրյա այդ հակամարտության շրջանակում այդ ժամանակ էլ կրկին միջուկային անվտանգության լուրջ մտահոգություններ առաջացան, հետո դրանք հոդես ցնդեցին։ Միացյալ Նահանգները միևնույն ժամանակ Իրանի գիշերվա ընթացքում 5000 ֆունտ կշռող ռումբեր է ուղարկել Հորմուզի հարավային հատվածում, չի նշվում է հրթիռային դիրքերի դեմ է եղել հարվածները, ծանր կշռող ռումբերի։ Լուր ունենք Պարսից ծոցի երկրներից, Արաբական Միացյալ Էմիրությունները նշում է, որ Իրանի հարձակումները Միացյալ Նահանգների հետ համագործակցության անվտանգության ոլորտում միայն ամրապնդում է իրենց մտահղացումները եւ ստիպում է ավելի սերտ համագործակցության գնալ։ Իրաքից լուր կա, այստեղ քրդական ինքնավար տարածաշրջանը հայտարարում է, որ նավթի արտահանման վերականգնում կա, Բաղդադի հետ ձեռք է բերվել համաձայնություն, սա կարևոր նորություն է կարծում տարածաշրջանի համար, որովհետև գները շարունակ աճում են նավթի, միևնույն ժամանակ դա ազդում է իհարկե վառելիքի գնի եւ ընդհանրապես արտադրական ծավալի նվազման ու միևնույն ժամանակ դրա արժեքի բարձրացման հետ, կարծում եմ սա ինչ-որ չափով մի բան կարող է փոխել տարածաշրջանում, դեռևս ոչ այստեղ Միացյալ Նահանգներում։ Երևի թե այսքանը, կարծես թե այլ չկա թարմացում, ընդհանրապես Մերձավոր Արևելքում շարունակող այս պատերազմը գլոբալ ճգնաժամի է վերածվում, որովհետև
էներգետիկ գլոբալ ճգնաժամի ուղղեմ, որովհետև ազդեցությունը այս նավթի հետ կապված հասնում է Միացյալ Նահանգներ, ասիական երկրներ, տարածվում է ընդհանրապես ամբողջ աշխարհով մեկ, որովհետև կենտրոնական գետում ամեն դեպքում գլխավոր հարցը մնում է Հորմուզի նեղուցը եւ անցանելիության հնարավորությունը, գիտեք, որ սահմանափակ հնարավորություն կա, իսկ այստեղով աշխարհի ընդհանուր ամենակարևոր նավթային ուղիներից մեկն է անցնում համաշխարհային նավթի մոտ 20% այս կետով։ Վերջին օրերին Իրանը փաստացի սահմանափակել է նավերի տեղաշարժը նեղուցով ստեղծելով բարձր ռիսկ ցանկացած անցնող նավի համար։ Մասնագետների խոսքով նավերը կարող են դառնալ հեշտ թիրախ Իրանի հակածովային հրթիռների, անօդաչու սարքերի կամ նույնիսկ ծովային ականների համար։ Արդյունքում բազմաթիվ նավթային եւ բեռնատար նավեր խուսափում են այդ ճանապարհից, ինչը լրջորեն խաթարում է մատակարարումները։ Արդյունքը զգացվում է շուկայում։ Նավթի գները աճում են, իսկ Միացյալ Նահանգներում բենզինի գները կրկին բարձրացման միտում են ցույց տալիս։ Վերլուծաբանները զգուշացնում են, որ եթե իրավիճակը շարունակվի, հնարավոր է նոր էներգետիկ շոկ, հիշեցնող նախկին գլոբալ ճգնաժամերը։ Ամենամեծ հարվածը կարող են ստանալ այն տարածաշրջանները, որոնք կախված են ներմուծվող նավթից, հատկապես Ասիան։ Որոշ երկրներ արդեն սկսում են սահմանափակել սպառումը, վերանել պահուստները եւ մրցել մատակարարումների համար։ Այս ճնշումը արագ կարող է տարածվել նաև Եվրոպայի եւ այլ տնտեսություններ, հանգեցնելով ավելի բարձր գների, արտադրության նվազման եւ տնտեսական դանդաղման։ Իրանի դեմ ընթացող պատերազմը արդեն ոչ միայն ռազմական, այլև դիվանագիտական լուրջ ճգնաժամի է բերել։ Բացահայտվում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ դաշնակիցների միջև աճող տարաձայնությունները։ ՆԱՏՕ-ն փաստացի հրաժարվում է ներգրավել պատերազմում, ընդգծելով, որ դաշինքը պաշտոնական կառույց է եւ չի նախատեսում մասնակցել հարձակողական գործողություններին։ Եվրոպական միությունը նույնպես հստակ դիրքորոշում է հայտնում ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարները հայտարարել են, որ սա Եվրոպայի պատերազմ չէ եւ ընդգծել, որ արտգործնախարարը կոշտ քննադատել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունները, դրանք անվանելով ապօրինի եւ կոչ անելով անմիջապես դադարեցնել նման գործողությունները։ Միջազգային արձագանքները ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգներն այս հակամարտությունում չի ստանում այն մակարդակի աջակցությունը, որը ի սկզբանե Դոնալդ Թրամփը ակնկալում էր։ Ներկայացուցիչների պալատի հանրապետական ղեկավարները խոսնակ Մայք Ջոնսոնի գլխավորությամբ սուր քննադատության են ենթարկել դեմոկրատներին, նրանց մեղադրելով ազգային անվտանգության վտանգման մեջ, ներքին անվտանգության նախարարության, հատկապես ֆինանսավորման դադարեցման պատճառով։ Ելույթի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Իրանի դեմ ընթացող ռազմական գործողություններին։ Հանրապետական առաջնորդները հայտարարել են, որ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը հարվածներ հասցնել Իրանին հիմնված է եղել հետախուզական տվյալների վրա, ըստ որոնց Իրանը մոտ էր միջուկային կարողությունների զարգացմանը եւ պատրաստվում էր հարվածներ հասցնել ամերիկյան շահերին տարածաշրջանում։ Ջոնսոնի խոսքով, եթե Միացյալ Նահանգները չգործեր կանխարգելիչ կերպով, ապա հնարավոր էին ամերիկացի զինծառայողների եւ քաղաքացիական անձանց զանգվածային զոհեր։ Նա ընդգծել է, որ գործողությունները նպատակ ունեն ոչ միայն պաշտպանել Միացյալ Նահանգները, այլև ապահովել տարածաշրջանային կայունությունը։ Միևնույն ժամանակ երկրի ներսում իրավիճակը լարված է ներքին անվտանգության նախարարության մասնակի փակման պատճառով։ Ավելի քան 120,000 աշխատակիցներ առանց աշխատավարձի են, իսկ օդանավակայաններում լուրջ խափանումներ են։ Հանրապետականները պնդում են, որ դեմոկրատները միտումնավոր են արգելափակում ֆինանսավորումը, փորձելով սահմանափակել ներգաղթի վերահսկողությունը։ Այս ասուլիսից հաշված րոպեներ հետո ներկայացուցիչների պալատի դեմոկրատական ղեկավարությունն է մամուլի ասուլիս տվել, ներկայացնելով իրենց օրակարգը եւ արձագանքելով երկրի ներսում ու միջազգային զարգացումներին։ Դեմոկրատները նշել են, որ առաջիկայում սպասվում է գաղտնի բրիֆինգ կապված ազգային անվտանգության եւ հետախուզական ծրագրերի հետ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է FISA օրենքին, որը կարգավորում է արտաքին հետախուզական վերահսկողությունը։ Դեմոկրատները պահանջում են ավելի հստակ տվյալներ հասկանալու, թե ինչպես են իրականացվել նախկինում ընդունված բարեփոխումները եւ արդյոք անհրաժեշտ են նոր փոփոխություններ։ Ասուլիսի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ արտաքին քաղաքականությանը։ Դեմոկրատները քննադատել են Թրամփի վարչակազմի գործողությունները, նշելով, որ այն հակասում է նախընտրական խոստումներին։ Խաղաղության փոխարեն նոր հակամարտություն է։ Դեմոկրատները հայտարարել են, որ իրենց հիմնական նպատակն է առաջիկա ընտրություններում ձևավորել մեծամասնություն եւ դառնալ հակակշիռ գործող վարչակազմին, պաշտպանելով սոցիալական ծրագրերը, ընտրական իրավունքները եւ քաղաքացիական ազատությունները։ Ինչպես արդեն նշեցի, Միացյալ Նահանգներում է Իռլանդիայի վարչապետը եւ նախագահի հանդիպումից հետո կոնգրեսում անցկացվել է Իռլանդիայի ընկերների ամենամյա ճաշկերույթը, որը կազմակերպել էր ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը։ Կրկին այն վերածվել է քաղաքական հայտարարությունների հարթակի։ Նախագահ Դոնալդ Թրամփը իր խոսքում առանձնատուկ շեշտել է ամերիկա-իռլանդական հարաբերությունների խորը արմատները, նշելով, որ միլիոնավոր ամերիկացիներ իռլանդական ծագում ունեն եւ Իռլանդիան մեծ դեր է ունեցել Միացյալ Նահանգների ձևավորման ու զարգացման մեջ։ Նա ընդգծել է, որ
երկու երկրների միջև համագործակցությունը շարունակում է ամրապնդվել, հատկապես տնտեսական ոլորտում, հիշատակելով նաև իռլանդական ներդրումներ ԱՄՆ տնտեսությունում։ Ելույթը դուրս է եկել զուտ տոնական շրջանակներից և Թրամփը կրկին անդրադարձել է Իրանի դեմ ընթացող ռազմական գործողություններին։ Այս անգամ Թրամփը փորձել է արդարացնել գործողությունները, դրանք ներկայացնելով որպես անհրաժեշտ քայլ գլոբալ անվտանգության ապահովման համար։ Նա նշել է, որ եթե այդ գործողությունները չկատարվեին, հնարավոր էր լայնածավալ պատերազմ ընդգրկելով ոչ միայն Մերձավոր Արևելքը, այլև Եվրոպան և այլ տարածաշրջաններ։ Ելույթի ընթացքում հնչել են ոչ ֆորմալ և հումորային մեկնաբանություններ, սակայն ընդհանուր ուղերձը մնացել է քաղաքական, միավորելով դաշնակցային հարաբերությունների կարևորությունը և համաշխարհային անվտանգության հարցերը։ Պատերազմական թեմաներից դուրս Միացյալ Նահանգների դաշնային դատարանը արգելափակել առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերի նախաձեռնած լայնածավալ փոփոխությունները պատվաստումների քաղաքականության մեջ, դրանք համարելով հակաօրինական։ Շրջանային դատավոր Բրայան Մերֆին որոշել է, որ Քենեդի ծրագրի հիմնական դրույթները, ներառյալ երեխաների համար նախատեսված պարտադիր պատվաստանյութերի թվի կրճատումը և պատվաստումների խորհրդատվական հանձնաժողովի ամբողջական վերակազմավորումը, չեն համապատասխանում օրենքին։ Դատարանը աջակցել է մանկաբույժների և բժշկական համայնքի դիրքորոշմանը, ըստ որի այս փոփոխությունները կարող էին նվազեցնել պատվաստումների մակարդակը և վտանգել հանրային առողջությունը։ Որոշման արդյունքում անմիջապես հետաձգվել է պատվաստումների խորհրդատվական հանձնաժողովի նախատեսված նիստը։ Դատավորը նաև նշել է, որ հանձնաժողովը չի պահպանել դաշնային պահանջները մասնագիտական հավասարակշռության առումով, քանի որ Քենեդին նախորդ տարի փոխարինել էր բոլոր 17 անկախ փորձագետներին նոր անդամներով։ Դատարանը արգելել է նաև նրա կողմից նշանակված 13 անդամների գործունեությունը, ինչը նշանակում է, որ հանձնաժողովի արդեն ընդունած որոշումները նույնպես կորցնում են ուժը։ Մրֆին նշել է, որ Միացյալ Նահանգները երկար տարիներ ապավինել է գիտության վրա հիմնված մեխանիզմներին, հիվանդությունների դեմ պայքարում և այդ գործընթացները խախտվել են Քենեդիի ղեկավարության ընթացքում։ Քենեդին, որը հայտնի է պատվաստանյութերի վերաբերյալ քննադատական դիրքորոշմամբ, պնդում է, որ այս փոփոխությունները նպատակ ունեն վերականգնելու հանրային վստահությունը առողջապահական համակարգի նկատմամբ։ Սպիտակ տունը պաշտոնապես չի մեկնաբանել որոշումը, սակայն առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել այն։ Այսքանն էի առանձնացրել օրվա լրահոսից։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Եվ մի մոռացեք, մեզ համար շատ կարևոր է, որ նյութերը լայքում եք, բաժանորդագրվում եք ալիքին։ Դա հնարավորություն է տալիս մեզ տարածվելու ավելի լայն լսարանի համար, այնպես որ ի գործ։ Ամենակարևորը՝ առողջ ու խաղաղ եղեք։